Բարոս սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն դեկտեմբերի 8-ն է, դեկտեմբերի 8-ի առավոտն է։ Շատ կարճ հաղորդում ենք ունենալու, բայց նույն ժամանակ շատ կարևոր, հաշվի առնելով այն, որ երկուշաբթի օրերը առավոտյան հիմնականում տեղեկությունները քիչ են, բոլոր առումներով, քանի որ 3 օրենկիրակի էր, մենք կարող է եւ եթե ստացվի երեկոյան նույնպես կանցկացնենք նոր հաղորդում, բայց հիմա կքննարկենք թե ինչու եպիսկոպոսած ժողովը չգումարվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ ինչ պետք է ակնկալենք այս կարևոր իրադարձությունից, քանի որ ինքը Մայրաթորը, այսինքն ավելի ճիշտ է թե կրկին կորեկտ լինենք, Կատրիչ Ներսիսյանը փորձեց գումարել եպիսկոպոսած ժողով, որը որ փաստացի տեղի չունեցավ, այդ եպիսկոպոսած ժողովը պետք է տեղի ունենար, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին, բայց փաստը այն է, որ եպիսկոպոսների մեծամասնությունը մերժել է մասնակցել այդ ժողովին, դրա համար Կատրիչ Ներսիսյանը ստիպված է եղել հետաձգել իր խոսքերով, հետաձգել եպիսկոպոսած ժողովը։ Այլ մանրամասներ եւս մենք ունենք տարբեր տեղեկությունների համաձայն, այսինքն համացանցում հիմա այդ տեղեկությունները շատ են, փորձել են եպիսկոպոսների վրա տարբեր ձևի ճնշումներ գործադրել, բայց ամեն դեպքում իրենց մոտ դա չի հաջողվել, այսինքն չի ստացվել բերել եպիսկոպոսների մեծամասնությանը Մայրաթոր եւ գումարել այդ ժողովը։ Դրանից բացի մենք նաեւ երեք տեսանք, թե ինչպես մի քահանա հարցեր էր ուղղում լրագրողներին, այսինքն պատասխան հարցեր, թե դու դավաճանել ես քո կանոջը, թե դու ինչ որ տղամարդու հետ եղել ես, այսինքն շատ անգարակետ, անկիրթ, հոգևորականին ոչ հարիր վարք, ինչ է դա նշանակում, պետք է սա եւս հասկանանք եւ արդյոք նման հոգևորականների նզովկը ինչ որ վտանգ է ներկայացնում մարդու համար։ Ես գրեթե համոզված եմ, որ այդպիսի մարդիկ չունեն որևիցե ուժ, որևիցե հնարավորություն Աստծո անունով նզովվելու։ Եվ ընդհանրապես նզովկը հիմնականում Աստծո կողմից չի տրվում, չարի կողմից է նզովկը տրվում, առավել եւս երբ որ այդպիսի քահանաները խոսում են նզովկի մասին, ժողովրդին նզովվելու մասին, դա միայն ու միայն վկայում է այն մասին, որ նրանք երբ որ նման արտահայտություններ են անում, դա չարի կամքով է եւ չարի ցանկությամբ է։ Հիմա չեմ ուզում երկար խորանալ կրոնական դոկտրինների մեջ, բայց միանշանակ այդպես է եւ դրա համար երբ որ ինչ որ հոգևորական ինչ որ մեկին անիծում է, այդ մարդը պետք է շատ աղոթի, որպեսզի Աստված իրենից հեռու տանի այդ նզովկը, նույնպես կարելի է խնդրել այդ հոգևորականի համար, որպեսզի Աստված իր ողորմությունը իջեցնի այդ հոգևորականի վրա, քանի որ այդ հոգևորականը մոլորյալ է եւ ինքը միանշանակ դատաստանի կլինի արժանի։ Դրա համար վախենալու չէ հոգևորականների նզովքից, չի կարելի վախենալ, եթե դու ունես քո մեջ հավատք եւ կարող ես Աստծուն ինքդ աղոթել, որպեսզի խափանի այդ նզովքները։ Եվ հիմնականում, ինչպես ասացի, այդ նզովքները գալիս են չարից եւ ոչ թե բարուց։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ կրկին այս Կատրիչ Ներսիսյանի հարցով գրառում էի արել Facebook-ում, իմիջիայլոց տարիներ առաջ մենք այս պայքարը փորձել ենք շարունակել, այնպես չէ որ այս ամենը կապված է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանից առաջ էլ ես անձամբ շատ մեծ դժգոհություն ունեի իմ մեջ որպես հայ մարդ եւ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս է Կատրիչ Ներսիսյանը, եւ այդ գրառումներից մեկի ժամանակ ինչ որ հոգեվորական ինձ գրեց Facebook-ով, ասեց որ հասցեն տամ, որպեսզի իրենք ինձ դատը տան, ես էլ հասցես տվեցի Վրաստանի իմ հասցեն եւ որ տեսա որ չի կարող ոչինչ անել, բայց ես չէի խուսափում, թող տային դատի եւ կտեսնեին պատասխանը եւ այդտեղ շատ հետաքրքիր կլիներ կարծում եմ իրենց համար, նաեւ մեր լուսաբանման հնարավորությունների միջոցով իրենց շատ հետաքրքիր ճակատագիր էր սպասում, բայց իրենք չկարողացան տալ դատի եւ սկսեցին նզովել, իսկ ես ծիծաղեցի, ասեցի դու ով ես որ ինձ նզովես, ով ես որ ինձ կարողանաս նզովել, եթե ես իմ մեջ ունեմ շատ խորը հավատք Աստծո արարչի նկատմամբ, միշտ փորձում եմ աղոթել եւ ինքս անձամբ որպես մարդ
խոսել Աստծո հետ, դու ով ես, որ ինձ նզովես, դու ինձանից առավել ես, միանշանակ ոչ եւ երբեք։ Ես ինքս իմ մեջ ունեմ նման վստահություն եւ փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի մեղք չգործեմ։ Բնականաբար բոլորս ենք մեղավոր եւ բոլորս ենք մեղքերը գործում, սիրելի հայրենակիցներ, սակայն ինչպես կարող ես նզովել մեկին, եթե դու քահանա ես, եթե չգիտես թե դիմացինդ որքան աստվածապաշտ է, որքան աստվածավախ է, ինչ կյանքով է ապրում։ Միգուցե այդ մարդը քեզանից մաքուր կյանքով է ապրում։ Եվ սա ասում եմ նրա համար, որովհետև իրոք մեծ ցավեր եւ վիշտ, երբ որ տեսնում եմ, որ նման քահանաներ կան հայ առաքելական եկեղեցում եւ փորձում են վախեցնել մեր ժողովրդին, թե կարող են իրենք նզովել։ Դե բնական է, չարի անունից կարող ես նզովել, կարող ես թուղթուգիրել անել, բայց եթե դիմացինդ հավատով մարդ է, աղոթքներով կարող է այդ քո նզովքը միանշանակ հետ ուղարկել քեզ, իսկ եթե ավելի մեծ հավատ ունի ինքն իր մեջ, ապա միանշանակ քո հոգու փրկության համար էլ է աղոթում, որ դու այդպես նզովյալ քահանա ես։ Եվ արդեն իշխանության ներկայացուցիչներն էլ փաստացի անդրադառնում են այն փաստին, որ Կտրիչ Ներսիսյանը չի կարողացել հավաքել եպիսկոպոսած խորհուրդը կամ բարձրագույն հոգևոր խորհրդի հավաք արձագանքել Արայիկ Հարությունյանը, էլի բազմաթիվ իշխանության ներկայացուցիչներ արձագանքել են, եւ սա միանշանակ նշանակում է մեկ բան, որ ամեն օր օղակը Կտրիչ Ներսիսյանի շուրջ սխմվում է։ Որքան շուտ ինքը հասկանա դա, այնքան լավ է նրա համար եւ այնքան լավ է նրա շուրջը գտնվող քահանաների համար։ Ես կարծում եմ, որ քահանաները, ովքեր որ հիմա գտնվում են նրա շուրջ, իրենք այլ գործերով դժվար թե կարողանան իրենց կյանքում զբաղվել, ուղղակի չեն հարմարված այն պայմաններին, որ կարողանան առանց քահանայի վեղարի ապրել, դրա համար պետք է իրենք շատ լավ մտածեն, թե ինչ են անում, քանի որ վաղը այլևս Կտրիչ Ներսիսյանը չի լինելու։ Եվ դրա համար պետք է մի փոքր զգուշավորություն նաև ցուցաբերեն, հակառակ պարագայում իրենք պետք է ինչ-որ արեստ սովորեն կամ բիզնես սովորեն, չնայած մի մասը գիտե բիզնես, դա էլ կա, բայց ամեն դեպքում մեծ խնդիրների կբախվեն, եթե վաղը մյուս օրը Կտրիչ Ներսիսյանը չլինի արդեն իր պաշտոնին, իսկ դա շատ մոտ է այդ օրը, ես համոզված եմ, պետք է մտածեն, թե ինչով են զբաղվելու կամ ավելի լուրջ զգուշություն եւ ճկունություն պետք է ցուցաբերեն, հակառակ պարագայում շատ բարդ իրավիճակում կհայտնվեն այդ քահանաները։ Երեք հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը, այս հայտարարության վրա ես մի քիչ երկար մտածեցի։ Նա ասում է, որ 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ծվել է պետության կողմից պետության որոշմամբ։ Հա, սա փաստ է։ Հետո ինչ է ասում Փաշինյանը, կարծում եմ ճիշտ կլինի, որ Կիրակնօրյա պատարագներից առաջ 10:55-ին բոլոր եկեղեցիներում երկշախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Անկեղծ ասած չգիտեմ։ Ճիշտ է, հայրենասիրության բարձրացման տեսանկյունից ճիշտ է, այն որ եկեղեցին ծառայում է նաև պետությանը եւ ժողովրդին այդ առումով եւս ճիշտ է, բայց որքանով դա համապատասխանում է հավատք պետություն հասկացողության, այս հարցի շուրջ պետք է մտածել։ Եթե չկա ինչ-որ լուրջ հակասություն, ինչ-որ լուրջ խնդիր, ապա հա, ինչու՞ չէ, կարելի է պետական օրհներգով սկսել բոլոր պատարագները։ Դա միանշանակ հիշեցում է բոլոր քահանաներին եւ ներկաներին, որ հայ առաքելական եկեղեցին պատկանում է հայոց պետականությանը, հայ ժողովրդին եւ առանց պետության չի կարող լինել նաեւ հայ ժողովուրդ, հայ ժողովրդի հարատևման միակ ամենալավ եւ հզոր ամենափորձված ձևը դա պետականություն ունենալն է եւ դրա համար մենք բոլորս պետք է պահենք եւ պահպանենք մեր պետականությունը, հետեւաբար եկեղեցին էլ ծառայելով ժողովրդին, հայ ժողովրդին, հայերենով խոսող ժողովրդին, մտածող ժողովրդին, հայոց մշակույթը կարող ժողովրդին պետք է պահպանի եւ պաշտպանի հայոց պետականությունը, բարձրացնելով հայրենասիրական զգացմունքները, պետության նկատմամբ սերը եւ օրհներգի կատարումով սկսելը պատարագը հնարավոր է, չեմ կարող 100%-ով ասել, հնարավոր է նաեւ ճիշտ է։
Հիմա սիրելի հայրենակիցներ կարճ անդրադառնանք նաև միջազգային կարևոր իրադարձություններին, նրանք շատ չեն այս պահի դրությամբ։ Ինչպես երեք ասեցի, հեռախոսազրույց է տեղի ունեցել Զելենսկի եւ Պիտկոֆի միջև, երկար քննարկել են այս վերջին խաղաղության ծրագիրը, հետո Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որ ինքը հիասթափված է, որ մինչև հիմա Զելենսկին չի կարդացել այդ խաղաղության առաջարկը եւ կրկին ասել է, որ իր գնահատմամբ եւ իր պատկերացմամբ Ռուսաստանը կողմ է, որ հաստատվի խաղաղություն, բայց ինքը վստահ չէ, որ Զելենսկին գոհ է այդ առաջարկներից։ Նաեւ տեղեկություններ կան, որ Դոնալդ Թրամփը քննարկում է ընդհանրապես բանակցություններից դուրս գալու հարցը Ամերիկայի Միացյալ Նահանգների, ավելի կոնկրետ ասենք, Դոհա ֆորումի ժամանակ Դոնալդ Թրամփի որդին հայտարարել է, որ եթե հիմա չհաջողվի կարգավորել այս պատերազմը, հնարավոր է ընդհանրապես Թրամփը հրաժարվի փորձ անելուց կարգավորել այս պատերազմը, խաղաղություն հաստատել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Այսօր, ինչպես արդեն երեք նշեցի, հավաք է տեղի ունենալու Լոնդոնում, գիտեմ, որ Մակրոնը, Մերցը եւ Ստարմերը, այսինքն Մեծ Բրիտանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը եւ Ֆրանսիայի նախագահը առնվազն, նաեւ Զելենսկին մասնակցելու են մի կարևոր հավաքի, այսինքն հանդիպելու են քննարկելու Ուկրաինային վերաբերվող հարցեր եւ հետաքրքիր մեկ տեղեկություններ ունենք, նաեւ Թայլանդից եւ Կամբոջայից, այնտեղ եւս կրկին անհանգիստ է։ Թայլանդի զինված ուժերը հայտարարել են, որ Կամբոջան սկսել է հրանոթներով հարվածներ հասցնել Թայլանդին։ Երեք էլ այդպես ինչ-որ տեղեկություններ կային, որ սրվում են կրկին հարաբերությունները, իրավիճակը սրվում է Թայլանդի եւ Կամբոջայի միջև։ Կարևոր է այստեղ նշել, որ այս պատերազմին, այսինքն վերջին սրացումներին ամիսներ առաջ վերջ դրեց Դոնալդ Թրամփը, հիմա որ հայտարարում է, որ կարգավորել է 8 պատերազմ, 8 ռազմական գործողությունների դադար է տվել, 8 պատերազմ է կարողացել կարգավորել, այդ թվում է նաև Թայլանդի եւ Կամբոջայի միջև վերջին սրացումը, վերջին պատերազմը, Թրամփի կարգավորած պատերազմների մասին է խոսքը, եւ սա շատ վտանգավոր է։ Գիտեք ինչով է վտանգավոր։ Մենք տեսնում ենք, որ Գազայում եւս անհանգիստ է, ճիշտ է, ինչ որ մի ձևով շատ փխրուն ձևով մեծ հաշվով պատերազմական գործողություններ չեն ընթանում, բայց հրադադարը շատ հաճախ է խախտվում եւ այնտեղ էլ մազից է կախված ընդհանուր առմամբ հրադադարը, եւ հիմա պարզվում է, որ նաեւ Թայլանդի եւ Կամբոջայի միջև նույնպես մազից է կախված հրադադարը։ Ինչու համար եմ ես սա ասում։ Գիտենք, որ օգոստոսի 8-ին ստորագրվեց այդ կարևոր փաստաթուղթը Թրամփի մասնակցությամբ Ալիևի եւ Փաշինյանի միջև։ Բայց նաև գիտենք, որ երկար բանակցում էր Հայաստան Ադրբեջանի հետ, Ադրբեջանը Հայաստանի հետ, որպեսզի կնքեն խաղաղության այդ պայմանագիրը, եւ Թրամփի միջոցով ստորագրություն եղավ, որ իրենք կարգավորելու են, նախաստորագրվեց այդ խաղաղության պայմանագիրը, բայց եթե հիմա Թրամփի ջանքերով այդ կարգավորած պատերազմները կրկին գլուխ բարձրացնեն, դա մեծ խնդիր է ստեղծելու նախ Թրամփի հեղինակության համար, եւ Թրամփի հեղինակությանը հարվածելով նաև հարվածելու է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ Այս առումով չափազանց զգուշ պետք է լինեն Հայաստանի իշխանությունները, եւ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Թրամփի հետ ստորագրված այդ փաստաթուղթից բացի ավելի ինչ որ լուրջ երաշխիքներ նաև կարողանանք ունենալ, որպեսզի վաղը մյուս օրը կրկին այնպես չստացվի, որ լարվածությունը վերադառնա մեր տարածաշրջան եւ սահմանին մենք ունենանք անհանգիստ իրավիճակ։ Հաշվի առնելով այսպիսի իրադարձությունները, որոնք որ տեղի ունեն Թայլանդի եւ Կամբոջայի միջև կամ նույն Գազայի հատվածում, վաղը եթե կարողացավ ու կարգավորել Ուկրաինայում եւս պատերազմը եւ հետո կրկին այնտեղ էլ հրադադարը խախտվեց, լավ չի լինելու դա մեզ համար, դրա համար այլ երաշխիքներ եւս պետք է գտնել, մտածել է պետք այդ ուղղությամբ, թե ինչպես անենք, որ այս փխրուն հաստատված հրադադարը կարողանանք նաև ամրացնել առանց Թրամփի։ Այսինքն Թրամփը ինչ արել է շատ լավ է, օգոստոսի 8-ին տեղի ունեցած անգնահատելի է։
Բայց պետք է ամեն ինչ արվի, որ մենք կարողանանք նաև Թրամփից զատ, Թրամփի հետ կնքած այդ համաձայնագրից նաև դուրս ինչ որ այլ միջոցներով եւս ամրապնդենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատված խաղաղությունը։ Այսքան այս պայդրությամբ հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։